Մանդատագողության մեջ եմ ձեզ մեղադրում։ Հարգելի լրագրողներ, ես ասում եմ, կարող են բազմաթիվ վիավորանքներ հնչեցնել։ Հիմա ես ուզում եմ ձեր մղումը հասկանալ։ Վիավորանքները հնչեցնելու ձեր մղումը հասկանալ։ Հիմա որովհետև հարգելի լրագրողներ, ոչ, հարգելի լրագրողներ, ես հիմի եկեք չմոռանանք, որ ես ժամանակին ձեր կարգավիճակում եմ եղել։ Հիմա դուք այդ հարցը հնչեցնելով, ընդամենը դուք եք ինձ փոխում վիավորել, որովհետև այն ինչ որ մարդիկ, այսպես ասեմ, չգիտեմ, մարդիկ ասենք սոցցանցերում կգրեն կամ քաղաքական գործիչները իրենց հայտարարություններին կանեն, ով կանի ես, եթե անհրաժեշտ համարեմ իրենց կարձականքեմ։ Դուք դա վիավորանքը հարցի վերածելով ընդամենը դուք եք արդեն հանդես գալիս վիավորելի դերում։ Եվ ես պիտի պարմական լսեք, հարց եք տալիս պատասխանում այս դեպքում էլ նաև ինչ-որ չափով նաև ձեզ ավերաբերում, որովհետև դուք էլ այդ նման վիավորանքները հարցերի մեջ դնելու բնավորություն ունեք։ Ես պիտի ձեզ ուղղակի հորդորեմ, որ զերծ մնացեք, որովհետև այդպես դուք անկեղծ ասած լրագրողի վեհ մասնագիտություն եք։ Ես 20 տարի լրագրող եմ եղել, ես հպարտ եմ իմ այդ 20 տարվա փորձով, ես դա համարում եմ իմ կենսագրության ամենապայծառ շրջաններից մեկը եւ ձեզ ուղղակի խնդրում եմ այդ մասնագիտությունը ոտատակ չտալ զուտ քաղաքական ինչ-որ շատ սպասարկելով։ Խնդրանքս դա է, կարող եք խնդրանքս մի զուգահեռ մի խոսեք, ավարտեմ, հետո էլի նորից արտահայտվեք, հարց չկա, խնդրանքս կարող եք խնդրանքս հարգել եւ չանել, կարող եք խնդրանքս անտեսել եւ շարունակել այն, ինչ որ անում եք, դա ձեր գործն է։ Ես ուղղակի իմ խնդրանքը զուտ որպես նախկին լրագրող, ասում եմ, այն մանդատը, որ ես ունեցել եմ լրագրողի, ես հարգում եմ ու խնդրում եմ, որ դուք էլ ձեր գործունեությամբ ուղղակի լրագրողի մասնագիտությունը չնսեմացնեք։ Պարոն Հովակիմյան, շատ ներողություն էլի, այդ որ դուք վիրավորվում եք, նախ այդ մանդատագող եւ ավելի վատ բաներ նախկինում Մուկուչյանին են ասել։ Երկրորդ սա վիրավորանք չի, ընդամենը հանրության գնահատականն է, որ մենք փոխանցում ենք ակնկալելով ձեր արձագանքը։ Երրորդ, երբ որ դուք լրագրողական մասնագիտությունից եք խոսում ու մնացածի ոտնատակ տալ կամ բան, ես իմ ձեռքի տակ էր հայտնվել մի գրություն Նիկոլ Փաշինյանի նամակը կարծեմ կալանավարից ուղված հայկական ժամանակի տարբեր լրագրողների, այդ թվում ձեզ, հիմա բառացի չեմ հիշում, որ շատ փոքր հեռուստի մեջ կգտնեմ այդ գրությունը, որտեղ նաև ինքը ձեր հասցեներ բավականին կոշտ դիտողություններ անում, ձեր հասցեներ կոշտ գնահատականների, իմ կարծիքով վիրավորական գնահատականներ հնչեցնում, որ դուք վատ լրագրող եք եւ չեք կարողանում լավ հոդվածներ գրել, այնպես որ եկեք եթե ուզում ենք վերադառնալ անցյալը, անցյալում շատ հետաքրքիր բաներ դրվագներ կարելի է բան անել, փորփրել, գտնել։ Խնդրում եմ լրագրողներին այդպես մի պիտակավորեք կամ թիրախավորեք, որ մենք վիրավորանք ենք փոխանցում։ Մենք փոխանցում ենք հանրության գնահատականը։ Մարդիկ ձեզ ասում են, որ դուք գողացել եք մանդատները, որ դուք թվանկարչությամբ եք զբաղվում, դուք խլեցիք ԲՀԿ-ի ձայներն ու մանդատները, հազարավոր մարդիկ, որոնք որ ձայն են տվել այդ քաղաքական ուժին եւ ինքը այդ քաղաքական ուժը անցողիկ շեմը հաղթարել էր, ըստ գնահատականների, այդ թվում այդ ուժի գնահատականների, ասում են, որ Հովակիմյան Վահագնը իր թիմով այստեղ տիկին ունեն մյուսները նստած, բոլորով միամուռ խլեցիք իրենց մանդատները, անտեսեցիք, ոտնահարեցիք, ոտնատակ տվեցիք հազարավոր մարդկանց քաղաքացիների ձայները։ Հիմա դուք ինչից եք վիրավորվում։ Եթե Մուկուչյանը երևի նայում ասում է ոնց։ Ես ուզում եմ ասեմ, դուք հարց եք, ես հասկանում եմ, դուք քաղաքական գործունեությամբ եք ցանկանում այստեղ մանդատ կստանայի։ Կարծում որ ինձ առաջարկներ եղել են, չեմ ուզել, որ ուզենա այս բաբի մանդատ կտեք հիմա դուք։ Բարեբախտաբար չեք տվել։ Պարոն Մակարյան, դուք կարող եք ազատ եք զբաղվել հանրային գործունեությամբ։ Ես լրագրությամբ եմ։ Դուք, պարոն Մակարյան, իմ ընկալմամբ դուք հանրային գործունեությամբ եք զբաղվում, որը լրագրության հետ կապ դա ձեր կարծիքն է, պարոն ես ինքերոջ խոսքը պարոն Մակարյան, դուք լսեք, պարոն Մակարյան, դուք ինքներդ եք, դուք
ոչ մյուսներին։ Դուք ինքներդ եք լրագրողի մասնագիտությունը ձեր վարքով Դա ձեր սխալ է։ Այո, պարոն Մակարյան, ես հնչեցնել է վիրավորած Պարոն Մակարյան, ես Պարոն Մակարյան, հարցը այդ մասներում մի քիչ է լրագրողների։ Մենք չենք եկել։ Ես չեմ իջում ձեր հետ, պարոն հարգելի պարոն Մակարյան ջան, երբ որ հարց եք տալիս, բարի եղեք լսել պատասխանը։ Եվ խնդրում եմ ձեր վարքով լրագրողի գործը մի վերածեք, այսպես ասենք, Պաշտոնյաների հետ կռիվանող կամ բանավիճող մասնագիտությամբ։ Ես կրկնում եմ, մեր հարցին։ Պարոն Մակարյան, ես հենց ձեր հարցին եմ պատասխանում, եթե համբերություն ունենաք լսելու, համբերություն ունեցեք, պարոն Մակարյան, համբերությունը գիտեք ինչ բան է։ Որ համբերեք։ Կամ պատասխանեք հարցին, կամ ասենք։ Պարոն Մակարյան, լավ, այդ եմ ասում, պարոն Մակարյան, ես ուզում եմ պատասխանը, դուք անդադ զուգահեռ խոսում եք։ Պարոն Մակարյան, կլինի իմ պատասխանը դուք չորոշեք ինչ պիտի պատասխանեք։ 20 վայրկյան ձեն չեմ անում։ Կրկնում եմ, պարոն Մակարյան, Պաշտոնյաների հետ վիճելը դա լրագրողություն չի։ Շատ լավ։ Ես Փառք Աստծո եղել եմ թերթի լրագրող, ինչ որ գրել եմ, ի տարբերություն ասենք ներկայիս օրինակ կայքերի այս աշխարհի ոչ մի ջնջված չի։ Ու ես երբեք այո սուր հարցեր շատ եմ տվել իմ ոլորտներում եղել եմ ամենասուր հարցեր տվողը, բայց երբեք իմ հարցերի մեջ վիավորանք չի եղել ու ձեր հարցը հարց չէր, ձեր հարցը վիավորանք էր, ձեր հարցը ամբողջությամբ Պարոն Մակարյան, ասեք որ բառներ վիրավորանք, հենց հիմա ներողություն խնդրեմ։ Որ բառներ։ Կարող եք լռել, հարց եք տվել, ունեցեք դուք ձեզ հարգեք, ես կարող եմ լռել։ Ես եմ անում տղամարդկային, ասեք որ Պարոն Մակարյան, եկեք բան անենք, մյուսներին հնարավորություն տանք, վերջում կարող եք մնալ, ձեր օնլայնը կմիացնեք, այդ բանավեճը կծավալեք, հանեցեք ես կողմ։